խորհրդանում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այնուհանդերձ խոսքը ինչ խոսում են պոզիտիվի մասին նոր իշխանության բանով են ելակետից էլի ճիշտ բան նոր բան պիտի առաջարկի Սփյուռքին, որտեղ հին մոդելները արդեն ջախջախված են նույն 20 պարտությունից հետո հին գաղափարներ, հին ինչ-որ նոր բան պետք է առաջարկեն, նոր մոդել գտնենք Հայաստան-Սփյուռք այդ բանը մեծացնեն, հայկական աշխարհի վերակառուցման, հին գաղափարներով կամ գաղափար չասեմ էլի, հին մոտեցումներով գուցե հնարավոր չլինի, թե իրոք այդ առումով այն կայացած ինստիտուտները, որ կան, ուզենք չուզենք, Հայաստան հիմնադրամ, որ այնպես են վերնանիվել Հայաստան հիմնադրամի գաղափարի, որ այլևս վերակենդանացումը շատ ավելի վնաս կարող է պատճառել, թե հիմա կա ինչ-որ ծածուկ գործեր են անում, բայց որպես այդպեսի չկա։ Դա կառուցվածքային համագործակցությունը, որովհետև կրկնում եմ Հայաստանի Սփյուռքի միջև կառուցվածքային համագործակցություն չկա ուղղակի։ Նույն Սփյուռքի նախարարության գործունեությունը, որովհետև այս գրասենյակը, որը կա, ուղղակի անձնական ճաշակով ինչ-որ մի մարդու աշխատավարձ տալու հիմնարկություն է դարձել։ Եվ առաջնահերթություններն ու խնդիրները, որ ունի Սփյուռքը, գիտեմ, հայապահպանությունն է, անվտանգությունն է, որովհետև այսօր պետք է ցավոք ընդունենք, որ Սփյուռքի ողնասյուն գաղութները, նույն Պարսկաստանին, Սիրիային հատկապես, ունեն մեծագույն վտանգներ, մարտահրավերներ, եւ իրականում նաեւ այսպես ներ Հայաստանում է ցավ ապրելու հարցն է։ Եթե հիշեք Քեսապի օկուպացիայի ժամանակ Հայաստանը ապրում էր Քեսապով մի պահ։ Ազգային ժողով նույնիսկ հարուն էր, տեսեք, այսօր Ղամշլի հայությունը, այդ քրդաբնակ շրջանների հայությունը մարդից է կախված։ Մի բառ, մի ծպտուն չես լսի։ Երուսաղեմը լուրջ հայությունը պրոբլեմ ունի եկեղեցապատկան գույքերի հետ։ Ծպտուն չես լսի։ Այսինքն նաև Սփյուռքը պետք է հասկանա, որ հանձինս Հայաստանի Հանրապետության ունի տեղ։ Այսինքն հոգեբանական եղած են պատնեշների հաղթարումը հնարավորություն կստեղծի նոր գաղափարների ու առաջնահերթությունների։ Գիտեմ, դա չեմ ասում։ Ժամանակից չգնեմ, բայց այդ մտահոգություններով պայմանավորված նաև դաշնակցության մեջ ինչ-որ կառուցվածքային գործնական նաև աշխատանք